Հարգելի գործընկերներ, ինձ թվում է, որ մեր սիրելի դաշնակցական գործընկերները, երբ որ գնում են իրենց գրասենյակ, այն մատրիցա կինոյի մեջ մի հատ սարք կար, որ պահում չկսնում են, ամեն ինչ մոռանում են։ Հա, ներողություն, ասում եմ մատրիցա, չէ, մատրիցան լրիվ ուրիշ։ Շատ տեղել նմանություններ կան, բայց հա, Սևազգեստ մարդիկ ֆիլմի մեջ այն որ սարք կար, ասես չկսնում են, մոռանում են ամբողջ կյանքը ու մեկը, չգիտեմ, կարող է Հրանտ Մարգարյանն է, կարող է հիմա պարոն Ռուստամյանն է, ասում է ուրեմն լսեք։ Այն ամեն ինչ եղել է չկա, էս է իրականություն։ Հիմա պարոն Խաչատրյանը եկավ երկար ելույթ ունեցավ, ճիշտ ասած ես առանձնապես չհասկացա ինչի մասին է ելույթը, բայց ինձնից կպահանջվի ընդամենը 15 վայրկյան այդ ելույթի ամբողջ հիմքը քանդելու համար։ Պարոն Խաչատրյանը եկել ասում է այդ որտեղից վերցրեցի 29743 կիլոմետր քառակուսի թիվը։ Դուք այդ ինչ եք ասում, ինչեր են ժամանակ 20.8, հիմա 20.743, այդ որտեղ կորավ։ Նախ, միշտ էլ 20.743 ա եղել, հանրագիտարում կարող կլորացված թիվն ա եղել վերնագրում, հետո ներքևը ոչ, բայց, ինձ ինչքան էլ տարօրինակ չի, օգնության կհասնի Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը, որովհետեւ սիրելի պարոն Խաչատրյան, ես հիմա ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ։ Ուրեմն Դաշնակցությունը 2005 թվականին կոալիցիայի մեջ էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե չեմ սխալվում, նույնիսկ Քոչարյանի ստորագրությամբ, վավերացրել է Հայաստանի հողային ֆոնդը, հեսա միարվական բանան եմ, հենց փաստաթղթի անունն էլ ասեմ, էլի, Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ հաշվետվություն։ Այնտեղ գիտեք ինչա գրած, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը բաղկացած է 2974.3 հեկտարից։ Էդ էլ որ բաժանեք համապատասխան թվի կստանա 20743 կիլոմետր քառակուսի։ Բայց կարող եք ասել դե 2005 թիվն ա եղել, խառնել ենք, չենք նկատել։ Նույնն եղել է 2010 թվին, 2015 թվին։ Հետևաբար այդ որ ասում եք որտեղից եք վերցրել 20743 կիլոմետր քառակուսին, պարոն Խաչատրյան, ձեզնից ենք վերցրել։ Ձեզնից, անձամբ ձեզնից ենք վերցրել։ Այնպես որ դուք եկեք ասեք այդ ուր են կորել են մնացած հեկտարները։ Ընդհանրապես դժվար չէ էլի գոնե research արեք, պարոն Խաչատրյան, ինչ որ կոնսպիրոլոգիական տեսություն սարքելուց առաջ մի հատ բան արեք, էլի главное в ходе следствия не выйти на самого себя։ Հաջորդը, պարոն Խաչատրյան, եկել ասում եք երկար խոսեցիք Արմաթայի հռչակագրի մասին, չգիտեմ, սենց ինչ-որ սենց բաներ արեցիք, այնտեղ սևով սպիտակին գրված է, որ միջ հանրապետական սահմանները, գոյություն ունեցող միջ հանրապետական նկատի ունի խորհրդային հանրապետությունները, դառնում են միջպետական սահմաններ։ Դա նշանակում է այդ պահի գործող ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ, մեկը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունն է, մյուսը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունն է։ Այն ինչ սահման ունեն այդ պահին, եւ համապատասխանաբար նաեւ ընդ Ղազախստան, Տաջիկստան եւ այլն, այսպես Թուրքմենստան, Ղրղստան, Ուզբեկստան, դառնում են միջպետական սահմաններ, ինչն է այստեղ անհասկանալի։ Եվ դա դրանից ուղիղ բխում է սահմանները եւ տարածքները, այդ թվում 20743-ը։ Բայց մի հատ հետաքրքիր հակասություն կա ձեր մտքերում։ Տեսեք, մի կողմից դուք ասում եք, որ Հայաստանը, երբ որ 1991 թվականին Ալմաթայի հռչակագիրը վավերացրել է, դա չի նշանակել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ես տենց հասկացա, այդ ասեցիք, կարող ենք հետ տալ, հա, դա չի նշանակում Ղարաբաղ, ճիշտ է, կներեք, ասեցիք մի կողմից, ասեցիք, քանի որ 1991 թվականին Ալմաթայի հռչակագրի վավերացմամբ Հայաստանը չի ճանաչել, չի նշանակել դա, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում, բայց մյուս կողմից դուք հղում անելով 2022 թվականի Պրահայի հայտարարությանը, որը ընդունվել է վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի եւ նախագահ Մակրոնի եւ Շարլ Միշելի անունից։ Այնտեղ ինչ է գրած, կողմերը վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այդ դուք համարում եք փոփոխություն քաղաքականության, ինչի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերը իրենց ֆունկցիան չկատարեցիք։ Հիմա կողմնորոշվեք Ալմաթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է նախկին խորհրդային
հանրապետությունների սահմանների ճանաչում, թե չի նշանակում, որովհետև եթե չի նշանակում, նշանակում է դուք կեղծ մեղադրանք եք ձեր տեսանկյունից առաջադրում Փաշինյանին, բայց իրականում իհարկե նշանակում է, բայց դուք էլի կեղծ մեղադրանք եք առաջադրում Փաշինյանին։ Եվ հարգելի գործընկերներ, ավարտելով նաև անդրադառնալով բանին, էլի, ԲՀԿ ձայներին։ Ես կարծում եմ, որ նորից պետքա սկսենք սկզբից, էլի։ Բարգավաճ Հայաստանը չի ստացել ձայներ, ձեր ասած, տեղամասերում, հասկանում եք, այդ ձայները չկան ի բնե, որովհետև այդ ձայները հավարվել են անվավեր, դու չես կարող անվավեր եղած ձայնը, ասես ինքը ձայնա իրանից վերցրեցին։ Նույն ձև ոնց որ պարոն Ալեքսյանը շատ լավ օրինակ բերեց այն օրը։ Ֆուտբոլիստը գոլ է խփում, պարզում է, որ դա խաղից դուրս վիճակից խփված գոլ էր, հետևաբար դա գոլ չէր։ Հետևաբար հնարավոր չի ասել, դե եթե այդ գոլը ավելի շուտ հնարավոր է ասել, որ եթե այդ գոլը անվավեր չճանաչվեր, որովհետև խաղից դուրս վիճակում էր, ապա գոլը կհաշվեր։ Այո, բայց ճանաչվել է, չէ՞։ Եվ ընդ որում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է հիմնավորումը, թե ինչի է ինքը կարծում, որ այդ տեղամասերի արդյունքները ավելի շուտ չեղարկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչի՞։ Որովհետև, օրինակ, եթե չեղարկված ձայները գումարվեին ներողություն, չգումարվելու դեպքում ներողություն, եթե այդ ձայները ինչա տեղի ունեցել, հիմա այդ ձայները գումարվել են անվավերներին եւ հետեւաբար անճշտություններին, ներողություն, անճշտություններին եւ կարող է հնչել փաստարկ, դե գիտեք ինչ կա, հետեւաբար վավեր ձայները քչացել են, հետեւաբար մեր անցնելու հավանականությունը փոքրացել է։ Բայց հակառակ դեպքում, եթե ուղակի այդ անվավեր ձայները ուղակի զրոյացվեին, չգումարվեին անճշտություններին, միևնույն է, արդյունքը լինելու էր նույնը եւ հետեւաբար արդյունքի վրա չի ազդել։